Հայաստանում մոտ 5300 դատապարտվածներից առնվազն 1200-ը կարող են ազատ արձակվել, եթե կյանքի կոչվի այսօր ազգային ժողովում քննարկվող քրեական եւ վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում նախատեսված փոփոխությունները։ Դատախազության ներկայացրած նախագիծը նախատեսում է ինչպես մեղմացումներ, այնպես էլ խստացումներ։ Սա կարելի է անվանել միայն պայմանականորեն փոքրիկ համաներում։ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով գործող քրեական օրենսգրքում պետք է վերացնել խորհրդային ժամանակից մնացած տարրերը։ Միևնույն արարքի համար կարող են մարդուն դատել միայն մի անգամ։ Նախագծով քրեական օրենսգրքից հանվում է կրկնակի դատապարտման սկզբունքը, սակայն որոշ պատիժներ խստացվում են։ Ուրեմն մինչև 15 տարի է մաքսիմում ազատազրկումը կարող է տեղի ունենալ, իսկ հիմա դա դարձվում է 25 տարի, որովհետև 15 տարուց միանգամից ցմա ազատազրկումը ճիշտ չէ։ Փոխարենը նախագիծը ապաքրեականացնում է փոքր չափի դրամական միջոցների հափշտակումը եւ այն տեղափոխում է վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք եւ տուգանքներ է սահմանում։ Տնտեսական հանցագործությունների համար, եթե վնասը հատուցում է, պետք է ազատել ընդհանրապես բաժից։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ողջունում է նախագիծը, հիշեցնելով, որ այսօր քրեակատարողական հիմնարկները նախատեսված են շուրջ 4400 դատապարտվածների եւ կալանավորվածների համար, մինչդեռ փաստացի նրանց թիվը հասնում է 5300-ի։ Իսկ նշանակում է լրացուցիչ սոցիալական բեռ, ճակատագրերի խեղում, անհամարժեք եւ ոչ պատշաճ քրեական արտարադատության իրականացում։ Իսկ այս փոփոխությունները որքանով կանդրադառնան 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերով դատապարտվածների վրա։ Յուրաքանչյուր դեպքը պետք է առանձին քննվի։ Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի քաղբանտարկյանների վրա այս փոփոխությունները չեն ազդի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի, քանի որ նրանք կրկնակի հանցագործություն չեն կատարել։ Այս դեպքում չի տարածվի, ընդհակառակը բոլոր հոդվածներով գնում է խստացում։ Վիկտորիա Աբրամյան, Հասմիկ Ֆարոյան, IPF։